Շատ լավ։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում մեր սեպտեմբեր ամսվա ընթացքում, հարգելիներս, եկանք, հասանք գրեթե եկանք, հասանք սեպտեմբեր։ Առաջինը կսկսենք իհարկե խոյերից, տեսնենք ինչ է սպասվում խոյերին սեպտեմբեր ամսվա ընթացքում։ Ընդհանուր տրամադրությունը անձնական հարցեր միայնակների համար, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Ես փորձեմ լրացուցիչ կարտերել հանել։ Փորձեմ ավելի քիչ կարտեր հանել։ Մարդիկ մեկ-մեկ ասում են մի քանի կարտով հասկանում եմ, շատ կարտեր որ հանում եք խճճվեցի։ Շատ լավ։ Փորձեմ ավելի քիչ կարտեր հանել։ Ինձ համար հեշտ կլինի հարգելիներս, ձեզ համար էլ ավելի հասկանալի երևի թե։ Աշխատանք եւ ֆինանսներ։ Հետաքրքիր տրամադրություն եմ տեսնում ձեզ համար հարգելի խոյեր սեպտեմբեր ամսվա ընթացքում։ Մի տեսակ մտածկոտ եք։ Մտածկոտ չի նշանակում, որ ինչ որ խնդիր պրոբլեմ ունեք, այլ պարզապես ավելի հասուն, իմաստուն մարդ է։ Միգուցե ինչ որ մեկը դիմում է ձեր խորհրդին, միգուցե դուք ինչ որ մեկի խորհրդի կարիք ունեք։ Պարզապես ինչ որ շատ մտածմունքների մեջ կլինեք։ Կարող է հարց ունեք լուծելու, բայց ոչ թե պրոբլեմ, այլ պարզապես ինչ որ հարցի շուրջ եք մտածում։ Էլ եմ ասում, միգուցե երիտասարդները, թե դուք տարիքով եք, ձեզնից ինչ որ խորհուրդ են հարցնում, ձեր օգնության կարիք ունեն, կամ պարզապես դուք ինչ որ հարցեր ունեք, մտածում եք, միգուցե դուք ինչ որ մեկի կարիքը ունեք եւ կուզենաք ինչ որ մեկի հետ խորհրդակցել։ Մյուս կողմից կարտերի խորհուրդն է, եթե ինչ որ հարցի շուրջ մտահոգ եք, մտածում եք եւ չեք կարողանում տարբերակներ գտնել, միգուցե ինչ որ մեկի հետ փորձեք կիսվել, զրուցել։ Միգուցե ինչ որ մեկը կարողանա ձեզ օգնել։ Միայնակներում անձնական հարցերում շատ հետաքրքիր տարօրինակ կարտեր եմ տեսնում եմ խաչ եւ տեսնում եմ 7 պենտակլի։ Խաչը նշանակում է, որ եթե դուք դեռ զույգ չունեք, դա երևի ձեր մեղքն էլ չէ հարգելիներս, ինչ որ ճակատագրով մի տեսակ պաուզա է ձեր անձնական հարաբերություններում։ Ես չեմ կարող երկու կարտով ասել անցյալ ունեցել եք թե չեք ունեցել, բայց կարող եմ ասել, որ մի տեսակ նրանք ովքեր մենակ են, չի ստացվում, ինչ որ անում եք չի ստացվում, կարող եմ ասել, որ ձեր մեղքով չի արգելներս, մի տեսակ ճակատագրով երևի թե դեռ ձեր ժամանակը չի եկել։ Ինչ է նշանակում սա, այսինքն սա նշանակում է, որ դուք ինչ էլ որ անում եք, միանգամից եթե արդյունք չտեսնեք, իր ժամանակին արդյունք կտեսնեք, այսամարդը ցանել է, տեսնում եք, ցանել է եւ այժմ սպասում է արդյունքին, մի քիչ ավելի տարիքով մեծ է, այսինքն ժամանակի հարց է, սա միանգամից չի լինում նման հարցերը, միանգամից ձեր ցանած սերմերը պտուղ չեն տալիս, դրա համար ժամանակ է պետք։ Ես չեմ կարող ասել ում ինչքան ժամանակ է մենակ եք, շատ երիտասարդ եք, կամ ինչ տարիքում եք, ես էլ եմ ասում անցյալը չեմ տեսնում, ես ուղղակի տեսնում հարգելիներս, ինչ որ ձևով եթե դեռ ձեր կյանքում ոչինչ չի ստացվել, ուղղակի դեռ ժամանակը չէ, երևի սեպտեմբերին էլ որոշ մարդկանց, գիտեք, ես կարող եմ ասել միգուցե սեպտեմբերին փորձեք ավելի ջանք թափել, ավելի փորձեք ծանոթանալ, շփվել։ Ցավոք սրտի, ես տեսնում եմ, որ առայժմ սպասողական վիճակ է, եթե սեպտեմբերին չգտնեք էլ ինչ որ մեկին, ամեն դեպքում պետք չէ պարապ նստել, պետք է ինչ որ բան անել այդ ուղղությամբ, միգուցե շատ շփվեք, փորձեք ծանոթանալ մարդկանց հետ, ես չգիտեմ ինչպես են ծանոթանում, շփվում օնլայն կամ գնաք ինչ որ հետաքրքիր վայրեր, ամեն դեպքում այդ ուղղությամբ աշխատանք պետք է անել, չէ՞ եթե դուք սերմերը չցանեք, պտուղ չի տա։ Այո, ես այստեղ էլ եմ տեսնում, կան մարդիկ, որոնց հետ միգուցե զրուցում եք, մայրը, կինը, ինչ որ մեկը խորհուրդ է տալիս, ես տեսնում եմ, այստեղ ձեր ընտանիքի անդամներն են իրականում, տարիքով մարդիկ եմ տեսնում բավականին վաղուց կանգնած են ձեր անձնական հարաբերությունները եւ տեսնում եմ այստեղ փոփոխություն։ Ղարի 9-ից անցնում ենք Կապինջինի, այսինքն ինչ որ փոփոխություն կլինի։ Դուք ինչ որ աշխատանք ամեն դեպքում պետք է նախնական անեք։ Միգուցե, չգիտեմ, ձեր ընտանիքն է, ձեր ծնողներն են, ձեզ սատար են կանգնում, միգուցե ձեզ ինչ որ մարդիկ կան, որոնք ձեզ խորհուրդ են տալիս, կարող է լինել ընկերուհի, չգիտեմ, ծանոթ մարդիկ, կարող է, ել եմ ասում, ձեր հարաբերությունները տեղից չեն շարժվել, էլի սեպտեմբերին կարող է եւ առանձնապես նոր հարաբերություններ չստեղծվեն հարգելինես, բայց ինչ որ փոփոխություն ակնկալվում է, եթե դուք իհարկե ինչ որ գործողություններ անեք, փորձեք ձեր կողմից ինչ որ բան անել, որպեսզի ձեր աշխատանքը ի վերջո պտուղ տա։ Չհետաքրքիր է։
Զույգերի համար տեսնում եմ բանալի եւ տեսնում եմ սիրահարների կարտը, հարգելիներս։ Դե սիրահարների կարտը արդեն շատ լավ է, իսկ մյուս կողմից ինչ որ որոշում եք կայացնում, միգուցե որոշում եք վերջապես լրջացնել ձեր հարաբերությունները, այսինքն ամուսնանալ։ Այսինքն որոշ խոյեր կարող է որոշեն ամուսնանալ։ Դե տղամարդիկ երևի որոշեն, առաջարկություն անեն, ամեն դեպքում ես տեսնում եմ սիրահար զույգեր։ Գիտեք, զույգերը նաև սիրահարների կարտը կարող է նշանակել ընտրություն, հետաքրքիր, ինչ հետաքրքիր է հարգելիներս։ Ես այստեղ տեսնում եմ, եթե ինչ-որ խոչընդոտներ կան, փորձում եք զրուցել, բացատրվել, ձեր հետ են իրար մեջ են խոչընդոտները զույգերի, թե չգիտեմ, ուրիշ ինչի հետ, ում հետ է կապված, ինչի մասին եք խոսում, ամեն դեպքում մանր-մունր խնդիրներ կան, միգուցե ամուսնության, միգուցե չգիտեմ, ծախսերի հետ կարող է կապված լինել, ինչ հարցեր ուզում է լինել։ Ես տեսնում եմ, որ դուք ամեն դեպքում զրուցում եք, փորձում եք ի վերջո կարողանում եք հարցը լուծել։ Դրանից հետո հարգելիներս, ես տեսնում եմ 4-9 է։ 4-9 է։ Սա հաղթանակի կարտ է։ Ես տեսնում եմ շատ գեղեցիկ զույգ եք հարգելիներս, շատ գեղեցիկ զույգ եք։ Սկսում է խաչի 9-ով, սրտի 9-ով, ղարի 9-ով, վերջում տեսնում եմ 4-9 է, այսպես ես ուղղակի դեռ չեմ տեսել, ճիշտն ասած։ Դուք շատ լավ զույգ եք, ձեզ իրականում սպասում է մեծ փոփոխություն, եթե կարող եք սեպտեմբերին իրականում որոշել, մի քիչ ակտիվություն, աշխուժություն, հա, պետք է լինի, այսինքն միգուցե մի քայլ առաջ։ Օրինակ, եթե պարզապես սիրում եք իրար, հանդիպում եք, միգուցե աշխուժություն է, նշանակում է միգուցե նշանվեք, միգուցե որոշ ժամանակ կարող եք նշանված մնալ, մինչև վերջնականապես կարող եք որոշել եւ ամուսնանալ։ Իրականում շատ լավ զույգ եք, այդպես կարող եմ ասել։ 4-9 է, շատ հետաքրքիր է։ Իսկ աշխատանքում շատ կրկնակի վատ կարտեր եմ տեսնում, շատ ցավալի է հարգելի խոյեր, բայց տեսնում եմ հիասթափված մարդ եւ տեսնում եմ աշխատանքը երևի կորցնում է կամ հեռանում է։ Դե եթե մարդը հիասթափված է, դրա համար աշխատանքից հեռանում է։ Լավ գործից ոչ մեկ չի հեռանա, հարգելիներս։ Դե սա բոլորին չի կարող վերաբերել, հարգելի խոյեր, ես փորձեմ միշտ կրկնել, մեկ-մեկ մարդիկ շատ անհատական, շատ ծանր են տանում, ինձ այսպես ասեցիք, ես այնպես եմ, հարգելիներս, ես չգիտեմ, 1000 քանի հոգի է նայում խոյերից նույն վիդեոն, չեմ կարող մի քանի կարտով, այսպես ընդհանուրի նայելուս, անհատական որ չեմ նայում, ես ձեզ չեմ ճանաչում։ Եթե դուք լավ աշխատանք ունեք, շատ նորմալ աշխատում եք, ոչ մի բան չի սպառնում, հաստատ մյուս ամենից ոչինչ չի լինելու, բայց կան որոշ մարդիկ, որ երևի թե իրենց աշխատանքը պարզապես չեն սիրում։ Ես այստեղ շատ դժբախտ մարդ եմ տեսնում։ Պարզապես երևի ի վերջո սեպտեմբերին որոշում եք գործից դուրս գալ։ Տեսնում եմ հարգելիներս, ես առաջ խաղացում եմ տեսնում ծառով իրականում, շատ գեղեցիկ է, հանդիպումներ, զրույցներ, հանդիպում եք, սա հանդիպումների կարտն է, սա զրույցների, սա էլ առաջ խաղացում։ Այսինքն ես կարող եմ ասել, որ դուք երևի թե որոշել եք, ուզում եք աշխատանքից, հա, հեռանալ։ Տեսեք, շատ տարբեր նշանակություն կարող են ունենալ կարտերը։ Պետք է բառացի չհասկանալ։ Դուք շատ դժգոհ եք ձեր աշխատանքից, հա, եւ վախենում եւ չեք ուզում աշխատել եւ մտածում եք այս աշխատանքից դուրս գալ։ Ինչ կարող եք անել, հարգելիներս, փորձեմ խորհուրդ տալ, երկու տարբերակ։ Նախ գնում եք ձեր վերադասին, ասում եք, ես շատ դժգոհ եմ իմ աշխատանքից, շատ աշխատանք կա, չեմ սիրում այդ գործը եւ ինձ շատ քիչ գումար եք տալիս։ Կամ ինձ տվեք նոր պաշտոն, նոր աշխատանք, որտեղ ես նախ գործս հավանեմ, երկրորդը կարողանամ շատ գումար վաստակել, կամ ես ուզում եմ գործից դուրս գալ։ Այսինքն, եթե ձեզ պայմանները չեն փոխում, դուք որոշում եք գործից դուրս գալ, հարգելիներս, եւ սկսում եք փնտրել նոր աշխատանք։ Մյուս կողմից դուք շատ դժգոհ եք ձեր աշխատանքից, դուրս եք գալիս եւ գնում եք, սկսում եք հանդիպել նոր մարդկանց հետ, սա զրույցներ եք վարում, բանակցում եք, սա էլ ծառով առաջ խաղացում։ Երկու տարբերակում էլ կարող է աշխատել։ Որոշ մարդկանց համար կարող է ինչ-որ բան ձեզ համար վերադասը փոխել, որ դուք ավելի գոհ մնաք, ինչ-որ բան կարող է փոխվել։ Իսկ մյուսների դեպքում դուք կարող եք նոր մարդկանց հետ հանդիպել, հարցազրույցի գնալ եւ աշխատանք գտնել։ Որովհետեւ տեսնում եմ վիճակի բարելավում, այ ձեր այս տխուր վիճակը իրականում սեպտեմբերին հարգելինս կբավարարվի։ Այստեղ կորուստը կարող է լինել ոչ թե աշխատանքի, այլ եթե ձեր վերադասը շտկեց հարցը, ձեր խնդրը լուծեց, այլ միգուցե ձեր խնդրեմն է հեռանում, որտեղ դա կարող է այդպես էլ նշանակել։ Իսկ դրա համար եմ ասում, աշխատեք իմ բառերի հետևից չընկնել, այլ փորձը ինչպես ձեզ վերաբերում է, այդպես էլ կարողանաք ձեզ վերագրել։ Ամեն դեպքում աշխատանքի հետ կապած տեսնում եմ խնդիրների վերացում, հարգելիներս, առաջ խաղացում։ Նրանց համար, ովքեր խնդիրներ ունեին։ Իսկ ինչ եմ տեսնում ֆինանսների հետ, հարգելի խոյ, շատ լավ եմ տեսնում։ Ես այստեղ տեսնում եմ բաժակների ասպետը, կամ ինչ-որ մի նոր գաղափար, կամ ինչ-որ մի նոր առաջարկություն ինչ-որ մեկից։ Նոր բան եք սովորում, ձեզ համար բացահայտում եք, թե ինչպես կարող եք ավելացնել ձեր ֆինանսները, սա էլ ֆինանսները։ Կամ ինչ-որ մեկ առաջարկում է իր հետ գործ սկսել, կամ առաջարկում են երկրորդ աշխատանք կողքից,
ինչ առաջարկություն է լինի, դուք կպարզեք, կիմանաք, գիրքը փակ է, տեսնում եք, դուք պետք է գիրքը բացեք, այնտեղից ինֆորմացիա ստանաք, կսովորեք ինչպես ավելացնել ձեր ֆինանսները, կամ ձեր աշխատանքի վայրում, կամ միգուցե սա երկրորդ, այսպես ասեմ, կողմնակի եկամուտ, որ ասում են, հա, այսինքն ձեր աշխատանքից բացի կողքից կարողանաք ինչ-որ ձևով էլի եկամուտներ բերել։ Իսկ ես տեսնում շատ հաջող, ֆինանսական հարցերով ամեն դեպքում հարգելիներս բավականին հաջող էի տեսնում։ Ես ձեզ լավ ամիս եմ ցանկանում, հարգելի խոյեր։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում ցլերին սեպտեմբեր ամսվա ընթացքում։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար, անձնական հարցեր զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Եվս մեկ կարտ ավելացնեմ, փորձում եմ ինչքան կարող եմ քիչ կարտեր հանել հարգելիներս։ Տեսնում եմ խաչ, խաչը բավականին բարդ կարտ է, ինչ որ լուրջ ճակատագրական, ինչ որ հարցի շուրջ կարող են մտածել, բավականին փորձեն որոշում կայացնել ցլերը, այսինքն ինչ որ ճակատագրական պահ կարող է, օրինակ որոշում եք ամուսնանալ, դա շատ ճակատագրական որոշում է, մի ամբողջ կյանք պետք է ապրեք մի մարդու հետ, մարդիկ կարող են որոշել ամուսնալուծվել հեռու տնից տեղից, դա էլ է ճակատագրական որոշում, շատ դեպքերում մարդիկ որոշում են աշխատանքը թողնել, նոր կարիերա, նոր աշխատանք սկսել, մարդիկ կան թողնում են երկրից են հեռանում, սրանք բոլորը շատ բարդ ճակատագրական որոշումներ են։ Պարտադիր չի դա բացասական լինի։ Մարդը կարող է նոր կարիերա, նոր աշխատանք, նոր մասնագիտություն է ուզում, մարդը կարող է երկրից գնում է, ուզում է ավելի լավ կյանքի հետևից գնալ, հասկանու՞մ, նշանակություն չունի, պարզապես բարդ իրավիճակ է, որը շատ ձեզնից կախված չէ։ Կարող է պարզապես հանկարծ ձեզ համար ինչ որ հարց առաջանա, որ դուք պետք է փորձեք լուծումը գտնել։ Միայնակների համար հոյակապ կարտեր եմ տեսնում, հարգելի ցլեր, տեսնում եմ ճակատագրի անիվը շրջվում է, փոխվում է դրական կողմ, շատ լավ լուր եմ տեսնում, միգուցե ինչ որ դրական բան է փոխում ամեն դեպքում, ձեր կյանքում ինչ որ տեղաշարժ կլինի, փոփոխություն կլինի, միգուցե կհանդիպեք ինչ որ մեկին։ Ես տեսնում եմ ինչ որ մեկից լուր է գալիս, միգուցե ինչ որ մեկին ճանաչել եք ինչ որ ժամանակ, շփվել եք, բայց վաղուց մարդուց լուր չի եկել, հանկարծ լուր գա ձեզ, այսինքն պարզվի, որ մարդն իրականում շփվում եք, ընկերություն եք անում, բայց մարդը ձեզ իրականում անտարբեր չէ ձեր նկատմամբ եւ ուզում է ձեզ հետ շփվել ավելի մոտիկից ծանոթանալու համար։ Շատ լուրջ հետաքրքիր փոփոխություն հարգելի ցլեր միայնակների համար։ Ինչ եմ տեսնում զույգերի համար, տեսնում եմ գումարներ, հարգելիներս, գումարներ եք աշխատում, մտածում եք ֆինանսների մասին, ինչ որ ֆինանսները ձեզ համար շատ մեծ տեղ են զբաղեցնելու, զույգերի համար եմ տեսնում։ Տեսնում եմ այստեղ աշխատավարձ, մարդը գլուխը կախ աշխատում է, բավականին գումարներ եւ մտածում է ինչպես կարող է ֆինանսներն ավելացնել։ Դե զույգերի համար ֆինանսներ եմ տեսնում, շատ հետաքրքիր է։ Մյուս կողմից միգուցե մարդիկ նպատակ ունեն, միգուցե ուզում են գնալ ճամփորդելու, միգուցե ուզում են տուն գնել։ Զույգերը կարող են լինել ամուսնացած, չամուսնացած։ Ես այստեղ զույգ առայժմ չեմ տեսնում, մենակ ֆինանսներ եմ տեսնում հարգելիներս, բայց տեսնենք կարտերը ինչ կհուշեն։ Ես տեսնում եմ, այո, հարգելիներս, բանալի եմ տեսնում, ինչ որ ծախսի մասին է խոսքը։ Շատ լավ նպատակ ունեք, դուք երկուսով, զույգերով, չգիտեմ, միգուցե սիրային ճանապարհորդության, միգուցե, չգիտեմ, ձեր ինչ որ տարեդարձ է, օրինակ ամուսնության մի տարին է, 4-րդ տարին է, 5-րդ, 10-ամյակն է միգուցե, որոշել եք գնալ, զրուցում եք, բանակցում եք, մի քիչ ֆինանսական տեսնում խնդիրներ կա, դրա համար էլ մարդիկ կենտրոնացած են ֆինանսների վրա, փորձում են ֆինանսները հավաքել, որովհետև ուզում են գնալ ճամփորդելու։ Տեսնում եք, նավակ եմ տեսնում, ֆինանսներ, ծախսեր են պետք, տեսնում են, որ բանալին ծախսերի համար շատ աշխատելն է, փորձում եք տարբերակներ։ Միգուցե նաև զրուցում եք որոշ մարդկանց հետ, միգուցե ձեր եթե դուք տարիքով եք, չգիտեմ, 15-20-րդ ամյակն է ամուսնության ճամփորդության եք ուզում գնալ, միգուցե ձեր երեխաները ձեզ կարող են նաև ֆինանսապես էլ օգնել։ Ես տեսնում եմ շատ գեղեցիկ կարտ, այսինքն զույգերը շատ սիրով զույգ են, ինչ որ ընդհանուր նպատակ ունեն, եթե ճանապարհորդությունը չէ, պարզապես ինչ որ նպատակ ունեք, տեղից չի շարժվում, ել եմ ասում, կարող է տուն եք ուզում գնել, կարող է ուզում եք առանձնանալ, կարող է, չգիտեմ, այն ինչ մարդիկ ինչ նպատակ, կարող են նոր մեքենա եք ուզում գնել, սա կարող է լինել նաև
այսպես տեղաշարժման միջոց, այսինքն ինչ որ բանի նպատակ ունեն, շատ գեղեցիկ նպատակ, զույգերը երկուսով ֆինանսական խնդիր կա եւ մարդիկ երկուսն էլ, երկու աղբյուր եմ տեսնում, աշխատում են իրենց նպատակին հասնելու համար։ Շատ լավ է, ես այստեղ տեսնում եմ ուրախ զույգ եւ տեսնում թիմ, որը ունի նպատակ եւ երկուսով ուզում են նպատակին հասնել։ Աշխատանքում տեսնում եմ ինչ որ խոչընդոտներ են եղել, ինչ որ խնդիրներ են եղել, բայց բավականին աշխույժ ամիս կլինի աշխատանքի համար, հաստատ պարապ չեք մնա, հարգելի ցելեր, անպայման աշխատանք կլինի։ Շատ հաջող եմ տեսնում հարգելիներս։ Օրինակ, եթե մարդիկ նոր աշխատանք են փնտրում, շատ հաջող կարտ եմ տեսնում, շատ էլ այսպես արագ կլինի, շատ էլ արագ ինտեգրվեք նոր աշխատանքին, մանր-մունր խնդիրներ, նոր եք, չգիտեք, սիստեմին ծանոթ չեք, համակարգին ինչպես պետք է աշխատեք, կամ շատ արագ սովորեք, շատ արագ այսպես կսովորեք եւ կընտելանաք նոր միջավայրին, նոր աշխատանքին եւ շատ հաջողության կարտ եմ տեսնում։ Նրանք ովքեր էլ եմ ասում աշխատանք են փնտրում։ Իսկ եթե աշխատանքի վայրում կարող է ինչ-որ մի նորություն, ինչ-որ մի փոփոխություն կարող է լինել, ձեզ համար շատ հաջող կլինի։ Դուք շատ արագ կսովորեք, բոլոր խոչընդոտների, ինչ մանր-մունր հարցեր լինեն, ձեզ համար անհասկանալի կլուծվեն, շատ աշխույժ կլինի եւ շատ հաջող։ Եվ նոր աշխատանք փնտրողներին, նոր աշխատանք տեղավորողներին եւ նրանք, ովքեր պարզապես աշխատում էին, բայց ինչ-որ բան է փոխվում աշխատանքում, ձեզ համար շատ հաջող կլինի հարգելիներս։ Միգուցե նոր գործ եք սկսում կողքից, ձեր ինչ որ գործն եք ուզում, նշանակություն չունի։ Իսկ ֆինանսներում տեսնում եմ խնդիրներ, ճիշտ ասած, հարգելի ցելեր։ Տեսնում եմ լիքը ահագին մարդիկ, տեսնում եք, վիճում են ինչ որ ֆինանսների հետ կապված, միգուցե ձեր ծախսերն են, այսինքն մի քանի տեղ ծախս է առաջանում եւ ես տեսնում եմ այստեղ կտրվում է։ Գիտեք, միգուցե մարդիկ ձեզ պարտք են, ընդ որում մի քանի հոգի են պարտք եւ չեն վերում պարտքը տալիս, դուք այսպես նեղվում եք։ Միգուցե դուք եք ինչ որ մարդկանց գումար պարտք, մի քիչ խնդիրներ ունեք, նայած ով ում ինչպես կվերաբերի, դուք ինքներդ կհասկանաք, հարգելի ցելեր։ Ամեն դեպքում մի քիչ խնդիրներ տեսնում եմ ֆինանսների հետ կապված։ Ես այստեղ էլ եմ խնդիրներ տեսնում։ Ես տեսնում եմ, որ ինչ որ մեկին փորձում եք դիմել, ինչ որ մեկը ինչ որ բան է առաջարկում, բայց չեք կարողանում անել։ Մարդիկ կան, այստեղ ձեր 4 կողմը իմիջիայլոց խորամանկ մարդիկ կան։ Եվ աղվեսը, եւ այս մարդը սա կոնֆլիկտային կարտ է։ Գիտեք, ինչ որ բան ձեզ ուզում են իբթե օգնած լինել, բայց իրականում չեն օգնում։ Ես այս տեսնում եք, մի քանի հոգի է, այստեղ էլ եմ տեսնում, ես 5 հոգու, սա 5-ն է ջահերի։ Ես տեսնում 5 հոգու միջև կռիվ, այստեղ էլ տեսնում մի քանի հոգի են։ Իրականում ոչ մեկ չի օգնում։ Իսկ դուք կասկածամիտ եք, չեք վստահում նրանցից ոչ մեկին։ Գիտեք, ես տեսնում սրտիցով իրականում հնարավոր է դուք ձեր հարցերը կարողանաք լուծել ինչ որ մեկի շնորհիվ իմիջիայլոց։ Սա ինչ որ մեկն է, որի դուք շատ մտերիմ եք, շատ վստահում եք, սրտիցով կարող եմ ասել ճիշտ մարդու պետք է դիմեք, որպեսզի կարողանաք այս բոլորի հարցերը լուծել։ Ես չգիտեմ, այս ինչ կոնֆլիկտի մասին է խոսքը, ինչի մասին է խոսքը։ Սա կարող են ընտանիքի անդամները, որոնք ծախսում են, շատ գումարներ են ծախսում, ծանրաբեռնվածությունը մնացել է ձեր վրա եւ դրա համար դուք խնդիր, այդպես էլ կարող է լինել։ Ես չեմ կարող ասել ինչ բարդ, որտեղ ես շատ բարդ չեմ տեսնում, ուղղակի կոնֆլիկտային վիճակ։ Ինչ որ մի քանիսի հետ անհաջող վիճակ, դուք մի քիչ այսպես նեղված եք եւ տեսնում եմ իրականում ինչ որ մեկի օգնությամբ կլուծել։ Շատ բարդ կարտեր չեմ տեսնում, հարգելիներս։ Ես այստեղ խոր, չգիտեմ, ինչ որ բարդություններ անլուծելի վիճակ չեմ տեսնում, էլ եմ ասում։ Ի վերջո տեսնում եմ ինչ որ մեկի օգնությամբ կարող եք հարցը լուծել։ Հարգելիներս, ես ուզում եմ եւս մեկ անգամ հիշեցնել, անհատական չեմ նայում, բացի դրանից ես ինչ որ տեսնում կանխատեսում եմ, դե չի նշանակում, եթե տեսա ասեցի, այդպես լինելու է, որտեղ ես ասեցի, բոլորովին։ Այդ լինում է, այդպես լինում է, ես նախորոք տեսնում եմ։ Հասկանում եք, որպես ձեզ նախազգուշացում, ֆինանսների հետ մի քիչ եղեք զգուշ։ Սխալ մարդկանց պարտքով գումար մի տվեք, հավանաբար չեն վերադարձնելու ժամանակին հիասթափվելու եք։ Եվ դուք էլ սխալ մարդկանցից պարտք մի վերցրեք, որտեղ ժամանակից շուտ կարող են գլխացավանք առաջացնել, գալ պարտքը ուզել։ Մի քիչ ֆինանսների հետ զգուշ եղեք, հարգելի ցելեր։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում երկօրյակներին սեպտեմբեր ամսվա ընթացքում։ Ընդհանուր տրամադրությունը միայնակների համար անձնական հարցեր, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։
փորձեմ լրացուցիչ կարտերել ավելացնել։ Միայնակների համար, զույգերի համար, աշխատանք եւ ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրությունը հարգելի երկորյակներ, տեսնում եմ ծառ։ Շատ ժամանակ կանցկացնեք ձեր ընտանիքի հետ, ձեր ընտանիքի անդամների հետ։ Առողջության հարցում, եթե մարդիկ այն առողջական խնդիրներ ունեն, սեպտեմբերին դուք ձեզ բավականին լավ կզգաք, այսինքն կլինի առաջխաղացում։ Եթե աշխատանք եք փնտրում, հնարավոր է աշխատանք գտնեք, այդ գործում էլ կլինի առաջխաղացում, միգուցե առաջարկություններ լինեն։ Եթե աշխատանքի վայրում ինչ-որ առաջխաղացում եք սպասում, առաջխաղացում կարող է լինել։ Սա առաջխաղացման կարգն է, այսինքն ինչ-որ մի քայլ առաջ։ Եթե հարաբերություններ ունեիք, ինչ-որ մեկի հետ շփվում եք, մտերմանում եք, ձեր հարաբերությունները կամրապնդվեն, հարգելներս։ Շատ լավ կարտեր, որպես ընդհանուր տրամադրություն։ Ձեզ կթվա, որ դուք ինչ-որ մի բան, ինչ-որ մի հաջողության հասել եք սեպտեմբեր ամսվա ընթացքում։ Գեղեցիկ կարտեր եմ տեսնում միայնակների համար, հարգելի երկորյակներ։ Ես տեսնում ինչ-որ մեկը գալիս է ձեր կյանք, շատ շտապում է, տեսնում եք, ձիավորը գալիս է ձեր կյանք եւ տեսնում եմ գեղեցիկ հարաբերություններ։ Աստված դա այդպես է լինի։ Ինչ-որ մեկը կգա, նորություն կգա, միգուցե ինչ-որ մարդու մասին, միգուցե մարդը ինքը կգա, շատ պատահաբար կարող է գալ, պատահաբար շփվեք, կարող է նոր մարդ է, կարող է անցյալից ճանաչել եք մարդուն, իսկ ես տեսնում եմ պոտենցիալ, դուք կարող եք շատ գեղեցիկ հարաբերություններ կառուցել սեպտեմբեր ամսվա ընթացքում։ Իսկ այս զույգերի համար տեսնում եմ մի քիչ վտանգավոր կարտ էստեղ, ինչ-որ խարդախություն, ինչ-որ մեկը խարդախություն է, չեմ կարծես զույգերի մեջ մեկը մյուսին հանդեպ անկեղծ չէ, ինչ-որ մեկը այնքան էլ անկեղծ չէ։ Տեսնում եմ, դուք շատ լավ ընկերական հարաբերություններում եք, շատ լավ հարաբերություններում եք։ Մյուս կողմից կարող է այդպես լինել, որ ձեր ընկերներից մեկը, զույգերի ընկերը, չէ՞ ձեզ են դավաճանում, ձեզ են ինչ-որ մեկը ձեր նկատմամբ, ձեր հանդեպ անկեղծ չի։ Այսինքն ոչ թե զույգերն իրար նկատմամբ, այլ ինչ-որ մեկը զույգի նկատմամբ։ Տեսնենք։ Ես այստեղ տարօրինակ կարտեր եմ տեսնում։ Գիտեք, ես այստեղ եթե զույգ են եւ զույգերը շատ այսպես ջերմ հարաբերություններ, ես կարող եմ ասել այստեղ շատ միգուցե մեծ սեր չկա, բայց մարդիկ անտարբեր չեն իրար նկատմամբ։ Ես առայժմ չեմ կարող վստահ ասել ամուսնացած են թե ամուսնացած չեն։ Ինչ որ բան փոխվում է իրենց անձնական հարաբերություններում։ Այդ լավ հարաբերությունները մի պահ կարող են իրականում վտանգի ենթարկվել, որտեղ ինչ որ մի բան փոխվում է հարաբերություններում։ Ես այստեղ 3 տղամարդ եմ տեսնում։ 3 կոնֆլիկտային կար, սա դա նորության կարգն է, կարող եմ ասել, այստեղ տեսնում եմ գերանդին, տեսնում եմ կոնֆլիկտ, 3 տղամարդու մեջ ինչ որ խնդիր կա, գիտեք, ես նույն տարիքի էլ մարդիկ են երևում, չեմ կարող ասել, թե ում մասին է խոսքը, այստեղ եք տեսնում եք երիտասարդ, ընկերներից ինչ որ մեկը դավաճանում է, կարծես, թիկունքից խփում է, ինչ է անում, ինչի հետ է կապված, դուք կհասկանաք, հարգելիներս, ես տղամարդիկ եմ տեսնում, չգիտեմ, այստեղ ինչի մասին է խոսքը, ընկերներ են եղել, ծանոթներ են, ազգականներ են, ամեն դեպքում ինչ որ ընկերներից մեկը, որտեղ այստեղ է շուն եմ տեսնում, շունն էլ է ընկեր։ Տեսնում եք, ձեզ ինչ որ հարազատ մարդ է, որն իրականում այնքան էլ հավատարիմ չէ ձեզ։ Կամ ինչ որ խոսակցություններ են գալիս հասնում, ես այստեղ տեսնում եմ կին գալիս է ինչ որ խոսակցություններ է պատմում, չգիտեմ, միգուցե աղջկա մասին են խոսում, գիտեք, ես շատ ցավալի եմ տեսնում։ Ես այստեղ տեսնում եմ միգուցե ամուսնացած են, ամուսնացած չեն, տեսնում եմ լուսին, տեսնում եմ աղջիկը կարող է հեռանալ։ Գիտեք, եթե ես փորձեմ մի քանի կարտով իրականում հասկանալ այստեղ ինչ է կատարվում։ Մի վարքյան սպասեք, ես մի հատ տեսնեմ։ Մի փոքր բացատրություն է պետք ինձ, որպեսզի վստահ ասեմ ինչ որ տեսնում եմ։ Լավ։
Պարզվեց ինձ համար ինչ եմ տեսնում։ Գիտեք, ես ճիշտն ասած կարող եմ ասել, ինչ որ մի աղվես, ինչ որ մի այսպես շատ խարդախքին, կարող եմ ասել, այստեղ երևի ամուսնացած զույգ չեն, պարզապես երևի պետք է նշանվեին կամ նշանված էին։ Միգուցե գալիս է աղջկա մասին բամբասում է, շատ զգուշ եղեք, հարգելի երկորյակներ, ես չգիտեմ այս ում ինչպես է վերաբերում։ Ես այսօր տեսնում եմ տղամարդկանց մասին, միգուցե աղջիկը կյանքում ինչև է տղամարդ է եղել, ինչո մեկի հետ ընկերություն է արել կամ ամուսնացած բաժանված է, այդպես կարող է լինել։ Միգուցե այդպես եղել է, միգուցե այդպես չի եղել, բայց ես տեսնում եմ, որ իրականում կարող է աղջիկը այսպես մատանու մասին, այսինքն ամուսնության մասին խոսք կար։ Մտադրություն կար այս աղջկա հետ ամուսնանալ, խարդախ մարդիկ սկսում են ինչ որ պատմություններ պատմել իբր աղջկա անցյալից։ Մարդը խարդախ է, այսինքն իր ասածը ճիշտ չէ, պարզապես խարդախություն են անում։ Ես եթե այս կարտը չլիներ պարզապես մյուս կարտերով տեսնեի, կարող էի ասել, կարող է ճիշտ է, կարող է ճիշտ չէ։ Իսկ ես տեսնում եմ, որ ճիշտ չէ, ինչ որ ասում են, ամեն դեպքում միգուցե շատ չափազանցնում են, միգուցե պատճառ է եղել, ամուսնացած բաժանված է, ես չեմ հասկանում, ամուսնացած բաժանվածը ինչ կապ ունի ընդհանրապես, մարդու կյանքը չի ստացվել, մարդը բաժանվել է։ Ես տեսնում եմ այստեղ լուսին, կասկածներ, ինչ որ ջրի երես է, ինչ որ բան դուրս գալիս եւ աղջիկը թողնում հեռանում է։ Ես այստեղ էլ կարող եմ ասել, եթե դուք ինչ որ ձևով փորձում եք ինչ որ մեկի ասածների խարդախությանը պետք է հավատաք, իրականում աղջիկը թողնելու է հեռանալ։ Ես այստեղ արդարադատության կարտով տեսնում, կարող է աղջիկը բաժանված է եղել, շատ դժվար կյանք է ունեցել, տեսնում եք, այստեղ շատ դժվար կյանք է ունեցել, փորձել է ամեն ինչ արել է հարաբերությունը փրկելու, չի ստացվել, ի վերջո միգուցե ամուսնացել է, բաժանվել է։ Դրա համար ինչպես կարող է մարդու քարկոծել, ես չեմ հասկանում։ Բայց իմ գործը չէ, հարգելիներս, ես ինչ որ տեսնում եմ, անել ասում։ Եթե կա այդպիսի հարցեր, ես տեսնում եմ, որ իրականում կարող է աղջիկը հեռանալ, անկախ նրանից դուք տղամարդն եք, թե կինն եք, աշխատեք շատ խարդախ մարդկանց չլսել, հա։ Իսկ երևի թե աղջիկները պետք է պարզապես իրենց կյանքի մասին անկեղծ լինեն, հա, իրենց ապագա ամուսնու հետ։ Ինչ որ բաներ կարող է բացահայտվել ամեն դեպքում։ Ինչ եմ տեսնում աշխատանքում տեսնում եմ ամպեր են կուտակված, հարգելի երկորյակներ, բայց ես տեսնում եմ նաև շատ այսպես ջահերի թագուհին ոգևորված փորձում է հարցերը լուծել։ Շատ մարտական է տրամադրված, շատ ամբիցիոզ այսպես մարդ եմ տեսնում։ Գիտեք, ես այստեղ տեսնում եմ ամպերը կուտակված են, միգուցե ինչ-որ խնդիր կարող է լինել գումարի հետ կապված։ Այսինքն, երբ որ աշխատանքը սկսել եք, միգուցե, ես չգիտեմ, երբ եք սկսել, նոր կարող է սկսած լինեք, կարող է նոր սկսած չլինեք, բայց ես տեսնում եմ, որ իրականում խնդիրը, այո, բանալին, խնդրեմը ամպերը կուտակված էին գումարի պատճառով։ Միգուցե ձեզ աշխատանքի ընդունելիս երբել որ ընդունել են, խոստացել են մեծ գումարներ, իրականում չեն արել, պարզապես խոսացել են, բայց այդ գումարները ձեզ չեն ապահովել, դրա համար էլ դուք մի քիչ բարկացած եք։ Ես այստեղ տեսնում եմ աշտարակ է քանդվում, որ իրականում դուք ձեր նպատակին չեք հասել, որտեղ հասկանում եք, որ ձեզ մոլորեցրել են, հա, ստել են, ձեր իրենց խոստացած գումարները չեն տալիս, հիասթափված եք, բայց ես տեսնում եմ հաջողության կարտ։ Այսինքն ես էլ եմ ասում, այստեղ մարտական թագուհի եմ տեսնում, որ չի հանձնվում։ Այստեղ կարող է երկու տարբերակ լինել, կամ դուք շատ ինքնավստահ ամբիցիոզ մեկն եք, որը շատ լավ տիրապետում է իր գործին, մասնագետ եք, եւ դուք շատ հեշտությամբ, որովհետեւ խոստումները չեն կատարել, դուք թողնում եք աշխատանքից հեռանում եք, իսկ ես տեսնում եմ դուք սեպտեմբերին հաստատ առած աշխատանքի չեք մնա, շատ արագ էլ աշխատանք կգտնեք հարգելիներս։ Կամ դուք մարտականորեն տրամադրված եք, զրուցում եք ձեր վերադասի հետ, հիշեցնում եք իրենց խոստումների մասին եւ ասում եք, որ եթե դուք խոստումները չկատարեք, ես հեռանալու եմ աշխատանքից։ Քանի որ ես տեսնում եմ լավ մասնագետ, իրենք հավանաբար կարող են ձեր հարցը լուծել։ Երկու տարբերակն էլ կարող են լինել, կամ աշխատանքի վայրում իրենց խոստումը կկատարեն, ձեր աշխատավարձը կբարձրացնեն եւ դուք կմնաք, կամ դուք հեռանաք աշխատանքից, նոր աշխատանք կգտնեք։ Երկու դեպքում էլ հարգելիներս ձեզ համար շատ դրական ավարտ կունենա։ Դուք սեպտեմբերին հաստատ աշխատանք ունենաք։ Ինչ եմ տեսնում ֆինանսներում տեսնում եմ բաժակների պաժը, սա նշանակում է նոր առաջարկություն, նոր տարբերակներ, նոր գաղափար, ինչպես ավելացնեք ձեր ֆինանսները։ Իսկ դուք կկարողանաք հարգելիներս, որովհետև տեսնում եմ գիրք, դուք ուսումնասիրում եք, գտնում եք ինչ որ տարբերակ եք ձեզ համար գտնում, ինչպես ավելացնել ձեր ֆինանսները եւ տեսնում եմ, որ իրականում կկարողանաք։ Միգուցե ինչ-որ մեկ առաջարկում եք կողքից գործ անել աշխատանքից բացի, միգուցե որոշել եք ֆրիլանս անել, օնլայն ինչ որ կայք բացել, ինչ որ նաև չգիտեմ, սիրողական ինչ-որ գործով զբաղվել կամ ձեր գործը սկսել, ես տեսնում եմ իրականում հաջող կլինի։ Կարող է ձեր գաղափարն է, կարող է մեկ ուրիշների միջոցով առաջարկում, երկու տարբերակն էլ կարող է լինել։
Շատ հաջող եմ տեսնում, հարգելիներս, տեսնում եք, ես այստեղ տեսնում եմ կին, ինչ որ մեկը կարող է ձեզ ամեն դեպքում առաջարկություն անել, զրուցում եք, բանակցում եք, սա էլ հաջողության կարգը։ Անպայման կգտնեք, կարող է ինչ որ մեկի հետ պետք է աշխատեք, կարող է ինչ որ մեկի առաջարկությամբ, բայց ես շատ հաջող կարդ եմ տեսնում, սա էլ ֆինանսները։ Ֆինանսական հարցերում ոչ մի խնդիր չեմ տեսնում, հարգելի երկորյակներ։ Ես ձեզ լավ ամիս եմ ցանկանում։ Այժմ տեսնենք ինչ է սպասվում խեցգետիններին սեպտեմբեր ամսվա ընթացքում։ Ընդհանուր տրամադրությունը, միայնակների համար անձնական հարցեր, զույգերի համար, աշխատանք և ֆինանսներ։ Փորձեմ լրացուցիչ կարծրել ավելացնել, հարգելիներս։ Միայնակներ, զույգեր, աշխատանք և ֆինանսներ։ Ընդհանուր տրամադրությունը շատ հետաքրքիր եմ տեսնում, հարգելի խեցգետինը։ Դե առաջին նշանակությունը որոշ մարդիկ կարող է նշանվեն, որոշ մարդիկ կարող է ամիս ամուսնանան, մյուսը կարող են պարզապես ամուսնության առաջարկություն անել կամ առաջարկություն ստանալ։ Մյուս կողմից մատանին կարող է նշանակել, եթե ոչ ամուսնություն, կարող է նշանակել ինչ որ մի գործ վերջանում է, ավարտվում է, ավարտին եք հասցնում, այսինքն ինչ որ նպատակ ունեիք, ինչ որ գործի վրա, ինչ որ պրոյեկտի վրա աշխատում եք եւ վերջապես վերջացավ։ Օրինակ, եթե չգիտեմ, դուք նորոգում եք ձեր խոհանոցը, գործը կավարտեք, կվերջացնեք եւ կկարողանաք վայելել ձեր նոր խոհանոցը։ Եթե նպատակ ունեիք գումար հավաքել, որպեսզի տուն գնեք, պայմանագիր եք կնքում, հաջորդ ամիս կարող է պայմանագիր կնքվել, կարող է ինչ որ փաստաթղթեր ստորագրվել, նոր աշխատանք եք փնտրում, ինչ որ բանակցությունների մեջ եք, կարող եք իրականում ավարտին հասցնել։ Ինչ որ մի գործ ավարտին եք հասցնում, այսինքն դուք հաջորդ ամիս հասկանում եք, որ ինչ որ մի նպատակ ունեիք, դուք վերջնականապես ձեր նպատակին հասաք, հարգելիներս։ Ինչ եմ տեսնում միայնակների համար, տեսնում եմ միայնակները շատ են նստած տանը, ինչ որ տանը զբաղվում եք գործերով, կամ տանը, չգիտեմ, շատ եք լինում պարզապես հանգստանում եք, տնից շատ դուրս չեք գալիս։ Բաժը տեսնում եմ, որ միգուցե շփվում եք քիչ ու միջ, բայց առանձնապես է երեխան է, այսինքն շատ թեթև, շատ քիչ, առանձնապես շատ աշխույժ չեք, տնից առանձնապես շատ դուրս չեք գալիս, հարգելի խեցգետինների, դա կարող է լինել խնդիր ինչ որ մեկի հետ հանդիպելու։ Գիտեք, ես այստեղ տեսնում եմ կտրուկ, ինչ-որ բան կարող է փոխվել հանկարծ։ Իհարկե, ես մի քիչ այստեղ տարօրինակ բարդ կարտեր եմ տեսնում, ես մտածեմ այստեղ իրականում ինչ եմ տեսնում։ Ես այստեղ տեսնում եմ գերանდი, տեսնում եմ 9, տեսնում եմ շուն, տեսնում եմ ամպեր են կուտակված, տեսնում եմ 8, վերջում տեսնում եմ արև։ Շատ տարօրինակ բարդ վիճակ եմ տեսնում իրականում, ես էլ եմ ասում, դուք շատ եք տանը նստած, շատ չեք, գիտեք, միգուցե ընտանիքում կան մեծահասակ մարդիկ, այստեղ ծնողներն են երևի, երկուսն էլ ունեն առողջական խնդիր, ամպեր են կուտակված, հայրն էլ շատ լավ առողջ չի, մայրն էլ առողջական խնդիրներ ունի, դրա համար էլ մի տեսակ դուք փորձում եք, ընկերություն անում եք, բայց ոչ մի անձնական կյանքում ոչինչ չի փոխվում, որովհետև դուք տանը շատ եք նստած եւ միգուցե մարդիկ կան, տատիկ, պապիկ են կամ ծնող են, չգիտեմ, ինչ-որ առողջական խնդիրներ ունեն, երևի թե նստել եք ավելի շատ տանը իրենց հետ եք ժամանակ անցկացնում։ Հարգելիներս, ես տեսնում եմ ինչ-որ բան կարող է ձեր կյանքում փոխվել, ինչ-որ մեկից կարող եք ինչ-որ նորություն լսել, ինչ-որ լուր լսել,
Եվ տեսնում եմ, որ գերանդիով իրականում կարող է ինչ-որ բան փոխվել հանկարծ ձեր կյանքում։ Եթե ինչ-որ բան փոխվեց սեպտեմբերին, հարգելի լինելու է ձեր ընկերների միջոցով։ Ինչ-որ մեկը, որին դուք կարծում եք ընկեր է, հանկարծ կարող է ձեզ լուր ուղարկել, ասել, որ իրականում ուզում է ձեզ հետ դուրս գալ։ Կամ պարզապես ընկերների հետ շփվելիս, եթե դուք պարզապես տանը նստած եք հիմնականում երևի ընկերների հետ եք շփվում, միգուցե ինչ-որ մեկի միջոցով, ինչ-որ մեկը հայտնվի, ինչ-որ մեկը լուր ուղարկի, որ կա մեկը, որ ձեզանով հետաքրքրվում է։ Ես արևով շատ լավ եմ տեսնում։ Իսկ էլ եմ ասում, տանը շատ եք նստած, երևի որտեվ հոգսեր ունեք տանը, մարդկանց մասին հոգ եք տանում։ Ինչ եմ տեսնում զույգերի հետ կապված։ Զույգերին տեսնում եմ այստեղ ջահերի ասպետը, ինչ որ նոր գաղափար, ինչ որ միտք ունեք, ինչ որ նպատակ ունեք ձեր առջև դրված։ Զույգերի մասին կարող եմ ասել։ Իսկ այստեղ տեսնում եմ արջ։ Արջը կարող է լինել մասնագետ, կարող է լինել ինչ որ մեկը, որից խորհուրդ եք հարցնում, կարող է լինել ծնող։ Տեսնում եմ այստեղ արջ, տեսնում եմ այստեղ օծ, դրանից հետո տեսնում եմ երկու շատ հաջող կարտ։ Ես գիտեք, մտածում եմ երևի կան մարդիկ, որոնք կոնկրետ գնալու են աղջիկ ուզելու, անկեղծ ասած, ես այդպես եմ տեսնում։ Այստեղ եթե մատանին էլ, եթե վերցնենք, այսպես շատ ոգևորված, տրամադրված, երիտասարդը գնում է տուն եւ հայտնում է ծնողներին, սա էլ իր ծնողներն են, արջը հայրն է, սա էլ մայրն է, իմաստուն կին է, տղան որոշել է ուզում է ամուսնանալ, ծաղիկները վերցնում են սիրարված, տղան սա էլ մատանին, գնում են իրականում աղջիկ ուզելու մատանի դնելու, շատ գեղեցիկ, բացեիված պարզ տեսնում եմ կարտերը, որոշ մարդկանց համար, աստված շատ երիտասարդներ այսպես գեղեցիկ ուրախության մեջ են սեպտեմբեր ամսին, ամեն դեպքում հարգելին է, սրտանց կամենում եմ, շատ գեղեցիկ եմ տեսնում, կոնկրետ ամուսնություն եմ տեսնում, չեմ տեսնում ամուսնացած զույգ էստեղ, շատ լավ է, աստված այդպես է լինի հարգելիներս։ Աշխատանքի հետ կապված տեսնում եմ դուք այսպես աստղով տեսնում եմ նպատակներ, ցանկություններ ունեք, բայց իրականում ինչ որ ձևով ձեր նպատակներին չեք հասնում։ Իրականում աշխատանքի եւ գործեր առհասարակ տեսնում եմ ինչ որ ձևով մի տեսակ խարսխի պես կանգնած են, չեն շարժվում, տեղից չեն շարժվում։ Եվ դուք ոնց որ հասկանում եմ ձեր նպատակին չեք հասնում։ Տեսնենք ինչն է խանգարում։ Գիտեք, խանգարող հանգամանքներ կան եւ խաչով, այսինքն ձեզնից կախված չէ։ Նույնիսկ եթե դուք չեք հասկանում, ինչ-որ բան փորձում եք, անում եք, նպատակներ ունեք, բայց ոչ մի կերպ չեք հասնում։ Ժամանակավորապես եւ բավականին տևական ժամանակ է գործերը կանգնած են։ Միգուցե աշխատանք եք փնտրում, չեք գտնում։ Գիտեք, ես խաչով կարող եմ ասել, որ իրականում ձեր մեղքով չէ, դուք ոչինչ էլ սխալ չեք անում։ Ուղղակի չլինելու բանը ոնց որ ասում են չի լինում։ Իր ժամանակը չէ դա։ Տեսնում եմ այստեղ լուսնով դուք ունեք անհանգստություններ ունեք, շատ կտրուկ հարգելիներս, ինչ որ մի լավ բան կփոխվի ձեր գործերի հետ կապված։ Կանգնած էր այդ պաուզան, այդ կանգառը, այդ խարիսխով ոչինչ տեղից չշարժվելը իրականում նպատակ ուներ։ Չեմ կարող ասել ինչ նպատակ, հա, ասում են Աստծո առաջ չընկնենք, ինչ որ ճակատագրական պահ էր։ Ինչ որ ոչ ձեր մեղքով, անկախ ձեզնից չէր շարժվում տեղից, իսկ ես տեսնում շատ կտրուկ ինչ որ բան կփոխվի սեպտեմբերին։ Եթե աշխատանքի եք փնտրում, չեք գտնում, հույսով եմ կգտնեք, շատ լավ կարտ եմ տեսնում։ Իսկ եթե աշխատանքի վայրում պարզապես կամ ձեր գործերը ունեք, ինչ որ բան չէր ստացվում, սեպտեմբերին առաջ խաղացում կլինի հարգելիներս, կմոտենաք, եթե չհասնեք, կմոտենաք ձեր նպատակին։ Ինչ եմ տեսնում ֆինանսներում։ Ֆինանսներում տեսնում եմ կին, բաժակների թագուհին եւ տեսնում եմ ֆինանսները կանգնած են։ Կարող եմ ասել ինչ-որ մի մեծ ցանկություն ունեք, ինչ-որ մի կոնկրետ լուրջ մեծ նպատակ ունեք հարգելիներս, բայց իրականում ֆինանսները տեսնում եմ, որ կանգնած են։ Նպատակին հասնելու համար ֆինանսներ են պետք եւ առայժմ տեսնում եմ ֆինանսներ չկան։ Փորձում էի հասկանալ իր վերջո ինչ է լինում։ Գիտեք, ես այստեղ մի փոքր խնդիրներ եմ տեսնում ֆինանսների հետ կապված։
Ես էլ եմ ասում, ինչու շատ լավ նպատակ ունեք, բայց այդ նպատակին հասնելու համար ֆինանսներ են պետք, իսկ ես տեսնում եմ, որ ֆինանսներ չկան։ Իսկ ճանապարհը փակ է։ Ես չգիտեմ, թե ծախսերն են պարզապես շատացել, ձեզ ինչ որ լրացուցիչ տարբերակներ եք փնտրում, բայց իրականում տեսնում եմ, այսպես բացասական կարգ չեք կարողանում գտնել։ Մարդիկ կան առաջարկություններ անում են երևի թե, բայց ես իրականում չեմ տեսնում ինչ որ բան փոխվում է։ Գիտեք, ի վերջո կգտնվի ինչ որ մեկը, որ ձեզ կօգնի։ Ես տեսնում եմ ծառ ասին առաջ խաղացում կլինի։ Տեսնում եմ բանակցում եք, զրուցում եք եւ մարդը, որ իրականում կարող է ձեզ ճիշտ ուղղություն տալ, ճիշտ խորհուրդ տալ, բայց անկեղծ ասած ես ճիշտն ասած չեմ տեսնում, որ ձեզ ֆինանսներ գալիս են։ Ես կարող եմ ասել, որ եթե ծախսեր լրացուցիչ կային, դուք իրականում կկարողանաք, ծառով կարող եմ ասել, որ կկարողանաք ծախսերը հոգալ, բայց եթե դրանից ավելին էր ձեզ պետք, գումար էր պետք ինչ որ կոնկրետ նպատակի համար, անկեղծ ասած ես չեմ տեսնում։ Տեսնում եմ վիճակը կթեթևանա, բայց ֆինանսներ կգան թե չէ, ես անկեղծ ասած լուրջ ֆինանսներ չեմ տեսնում։ Փորձեմ եւս մեկ կարգ տեսնենք, ինչ կասեն։ Չէ, տեսնում խաչմերուկի մեջտեղում եք մնացել, այսինքն առայժմ ձեր նպատակին չեք կարողանում հասնել։ Ծախսերը կհոգաք, պարզապես ձեր մեծ նպատակին ցավում եմ հարգելներս, բայց ես առայժմ չեմ տեսնում։ Թող Աստված տա, ես սխալվեմ։ Բայց եթե սեպտեմբերին չեք հասնում, միգուցե շատ հեռուն, միգուցե ուզում եք տուն գնել կամ նոր մեքենա գնել, դա բավականին մեծ ծախսեր են եւ միգուցե մի քանի ամիս պետք է դրա համար աշխատել, հարգելներս։ Ձեզ հաջող ամիս եմ ցանկանում, հարգելի խեցգետիններ։